Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Հրաչ և Սյուզան Թուֆայան հայորդյաց տան մանրանկարչության դասարանի 5 սաներ մանկական գույներ ցուցահանդես մրցույթում առաջին մրցանակի են արժանացել։ Մրցույթը կազմակերպել էին Հայաստանի նկարիչների միությունն ու Դավեյան Art Color կազմակերպությունը։ Նկարիչների միությունում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցել է 350 երեխա հանրապետության տարբեր մարզերից։ Մասնագիտական ժյուրիի անդամները գործերը գնահատելիս կարևորել են երեխաների անկեղծությունն ու ինքնուրույնությունը։ Մասնակցում էին հանրապետության տարբեր տարածաշրջանների երեխաներ, ստուդիաների, հայորդաց տների եւ անհատ ստուդիաների երեխաներ, թեման ազատ էր, կոչվում էր Art Color։ Այս մրցույթին իմ բալիկները 5-ն էին մասնակցում, 5-ն էլ բերեցին առաջին պատվավոր հորիզոնականը, առաջին տեղ եւ շատ ուրախացած վերադարձանք։ Անկեղծ չէի սպասում, որովհետեւ այնքան շատ լավ նկարներ կային, այնքան շատ տաղանդավոր բալիկներ ունեինք։ Հաղթող են ճանաչվել Աշխեն Ղուկասյանի, Արայիկ Բադամյանի, Լյուդմիլա Ադամյանի, Մարիժան Մելքոնյանի, Հրաչյա Մելքոնյանի աշխատանքները։ Մանան Բարսեղյանը ավելի քան 20 տարի դասավանդում է Էջմիածնի հայորդյաց տանը։ Մանրանկարչության դասարանում նաև իր աշխատանքներն են ցուցադրված։ Այստեղ կրտսեր տարիքի երեխաների հետ ավելի շատ ազատ թեմաներով են աշխատում։ Զուգահեռ ծանոթացնում են մանրանկարչության սկզբունքներին։ Փոքրիկ մանրանկարիչների աշխատանքները զարդարում են Էջմիածնի Հրաչ և Սյուզան Թուֆայան հայորդյաց տան սրահի պատը։ Սա դասարանի սաների տարեվերջյան նախագծային աշխատանքն է։ Վերցրեցինք մանրանկարչական դետալներով կազմված մի գորգ, որը մենք ենք հորինել ձևը, փայտերի վրա է ինքը, եւ այդ գորգը ամբողջությամբ հայկական մոտիվներով փորձել ենք դասավորել։ Այստեղ նաեւ աշխատում է դիզայներական աշխատանքը, իրենց մտածելակերպը, ինչպես տեղադրեն գորգի լուծումը հայկական այդ խորքը, ձևը, կառույցը գորգի հայկական գորգի լուծումներով են կարել, ուղղակի դա դարձրել ենք մանրանկարչական։ Իսկ մնացած աշխատանքները տարեվերջյան երեխաների կատարած լավագույն աշխատանքներն են, որոնք ընտրվել են մեկ տարի պետք է ցուցադրվի հայորդաստան սրահում։ Էջմիածնի Հրաչ և Սյուզան Թուֆայան հայորդյաց տանը այս օրերին տարբեր դասարաններում տարեվերջյան հաշվետու միջոցառումներ են անցկացվում։ Ծնողներին, հարազատներին հաստատության տնօրինությանը ներկայացվում են տարվա ձեռքբերումները։ Այս հաստատությունում արվեստի, արհեստի, սպորտի, լեզվի 27 դասարան է գործում, որոնցում 535 սան է ուսանում։ Աննա Թամրազյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։